3 մոտ Դու հավասու Ալեք դու հավասու Ժամերով պարապմունքները, ձայնային ու շնչառական վարժությունները, դաշնամուրային հնչյունների ուղեկցությամբ մասնագետները շարունակում են այնքան ժամանակ, մինչև երեխաների մոտ մաքուր ու անսխալ կատարում ստացվի։ Շերամ ստուդիայի մեծ թե փոքր կատարողները գիտեն, որ ժողովրդական երգը պետք է հնչի սուլալ ու անկեղծ։ Դու ասում ես հազար տեսակ դազերազ, ինձ տեսնելիս փախչում ես յարված, վազ Միայն ազգային երգի ու երաժշտության ուսուցումն է այստեղ տրված։ Փոքրերի հետ աշխատանքը բարդ է, բայց ազգային երգեցողության ստուդիայի հիմնական ու առանցքային դերն է։ Իսկ աշխատանքն այն երեխաների հետ է, որոնց ընտանիքներում ազգային երգի ու երաժշտության հանդեպ սեր կա, ծնողական ջանք ու հետևողականություն։ Ժողովրդական ակունքներին մոտ են իրենց երգող նվագող պապերի ու տատերի շնորհիվ։ Պապիկիցս ճուտակ, իսկ հայրիկիցս դաշնամուր, որովհետև ճուտակի հետ դաշնամուր է կանցնին։ Դրա համար ես երկուսն է սիրում եմ։ Երգում եմ ազգային երգեր եւ դրանցից ոգևորվում եւ գնում առաջ։ Ճուտակ չունենք, բայց մեր տունն դաշնամուր կա։ Գիշերը չեմ թողնա, քուրիկներս քնում եմ։ Տատիկս է երգ այդպես հին երգեր լսել եմ։ Մայրիկս էլ է շատ երգել որ լսել եմ։ Այդտեղից էլ սկսել եմ էլի շատ սիրել երգը։ Իմ համար շատ կարևոր է պահել հայկականը, մեր ազգայինը։ Շատ կուզենայի, որ ավելի շատ տարածվեր մեր ազգային երգերը, ժողովրդականը։ Ես կլսեմ Գուսան Շերամի, Աշոտ Շահյանի եւ Ռուբեն Մատևոսյանի երգերը։ Ինչի՞ օրինակ իրենց երգերը։ Սիրեմ։ Իշխոր ես այդ երկրորդ կլսեմ, իշխոր ես էլ եմ ուզում երգել հոգով։ 9 տարեկան Գրիշայի կատարողական ունակությունները բացահայտվել են երաժիշտ ծնողների շնորհիվ։ 3 տարի է դրանք զարգացնում է Շերամ ստուդիայում։ Արդյունքում շերամցի սաների հետ առաջին տեսահոլովակն ունի։ Գուսան Շահենի «Իմ Շիրակ» երգում նրան ձայնակցում են մեծ ու փոքր երգիչները։ Իմ Շիրակ, արևի պես լուսավորեց քեզ համար Յոթից 17 տարեկան այս երեխաների մեծ մասը մարզի գյուղական բնակավայրերից են։ Հեռավորությունն ու ժամանակը նրանցից ոչ մեկին չի խանգարում շաբաթը 3 անգամ հասնել Գյումրի, անգամ Աշոտսկի ամենահեռավոր գյուղերից ու սովորել երգել, չհեռանալ ազգային ակունքներից։ Շատերին այստեղ է բերել նաև տան մեծերի անավարտ երազանք նպատակները շարունակելու ցանկությունը։ Հայրական կողմս Կարասար գյուղից են, այդ գյուղից է նաև Գուսան Շահենը եւ նրան լսելով եմ ես ողջևորվել ու սկսել երգելը։ Ժողովրդական երգը նախընտրել եմ ընդուր համար, որ այնտեղ մարդիկ իրանց զգացմունքները կարդայեն, իրանց հայրենասիրական երգերը, իրանց հայրենասիրությունը ցույց կտան, հայրենիքի սերը, հայրենիքի նկատմամբ սերը, այդ կանա։ Եվ մենակ այդ է որ ինձ դերտեգ որ ես ժողովրդական կամ ազգային երգեր երգեմ ու շարունակեմ այդ գործով։ Իմ ձայնը տատիկից եմ ժառանգել, տատիկս բոլոր երգերը համարյա գիտի ժողովրդական, ազգային բոլոր երգերը, ուղղակի գյուղերում պապանողական լինելու շնորհիվ իրեն թույլ չեն տվել շարունակել։ Երեխաները մասնակցում են Գյումրիի ժողովրդական գործիքների պետական նվագախմբի համերգային ծրագրերին, հանդիպում են վարպետ կատարողների հետ։ Ազգային ժողովրդական երգերն ու խաղիկները ժամանակի պահանջներին ու գործիքային մշակումներին ենթարկեցնելու միտումներն են այսօր թեև տարածում գտնում, բայց Շերամ ստուդիայում սաները միայն ուսանում են հայկական երգի աշխուհական կուսանական կատարումները։ Իրենց ազգային երգեցողություն իրանք կատարում են շատ սիրով, այդ սերն են կարծնացնում երեխեքի մեջ, որ կարողանան մենք մեր հայկական ժողովրդական երգեցողությունը պահպանել։ Բազմաթիվ ծրագրերում երեխաներին ընդգրկում ենք Շերամ ազգային երգեցողության ստուդիայի սաներին, դրանով փորձում ենք սեր արթնացնել իրենց հասակակիցների մոտ դեպի ազգայինը, ոչ թե որպես ստուդիայի հաճախող սաներ, այլ որպես կարողանանք նվագախմբի համար ձևավորել հանդիսատես կայուն։ Սովորեցնել ու պահպանել հայ երգարվեստի ժառանգությունը, շարունակել տարածել հայ երգը, սաներից համեմատաբար ավագներն արդեն վճռել են։
Որոշել են ուսումը շարունակել կոնսերվատորիայում։ Շերամցիները նաև Գյումրիի ժողգործիքների պետական նվագախմբի այսօրվա երգիչ երաժիշտների շարքերը լրացնող նոր կատարողներ են համարվում։ Հասմիկ Թումասյանը, Արադ Ծատուրյան, Հորիզոն։